Մենք այստեղ ենք, որպեսզի այդ ձայնը, այդ բողոքի ձայնը, այդ պահանջի ձայնը չլռի։ Մինչ վարչապետի գլխավորությամբ կառավարության նիստին մշակութային եւ կրթական հարցեր էին քննարկում, շենքի դիմաց Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը Հայաստանի օրակարգի առաջնային հարց դարձնելու պահանջ էր հնչում ապրելու երկիր կուսակցության, այլ գործիչների ու գերիների հարազատների կողմից։ Ու մենք այդ գերիները մեր եղբայրներին բերելու ենք։ Իմ եղբայրս հասարակ մի գյուղացի էր։ Ինչ մեղքով է գտնվում մի ադրբեջանի ձեռքին։ Նիկոլ պատասխան տուր։ Անաստաս Իսրայելյանի հորաքրոջ որդին Ռաշիդ Բեգլարյանը անցած տարի Բաքվում 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել 90-ականներին գերիներին խոշտանգելու անօրինական զինված խմբավորումներին անդամակցելու մեղադրանքներով։ Արցախի Խնձրիստան գյուղում միայնակ բնակվող տղամարդն ադրբեջանցիների ձեռքում էր հայտնվել ու ձերբակալվել 2023 թվականի օգոստոսին Աղավնո գյուղի տարածքից։ Ըստ հայկական կողմի նա մեկ այլ գյուղ գնալու ճանապարհին պարզապես մոլորվել էր։ Այսօրվա ակցիայի մասնակիցներն էլ կառավարությունից հարցնում էին, ինչ հաշտություն եւ խաղաղության պայմանագիր, եթե Բաքվի բանտերում շինծ ու մեղադրանքներով կեղծ դատավարությամբ հայերն են դատվում։ Սա համամարտկային հարց է։ Այստեղ որևէ պետություն չկա, որ երկրորդ կարծիք ունի, որ գերիները պիտի վերադարձվեն։ Ուղղակի Հայաստանի իշխանությունները օրակարգից հանել են։ Ասում եք ինչ պիտի անեն, պիտի պահեն օրակարգում։ Պիտի բանագնացներ ունենային այս հարցով բանակցելու, քննարկելու, որովհետև սա պիտի լիներ որպես կարևորագույն պայման խաղաղության օրակարգի, բայց նրանք ամբողջությամբ հանել են։ Գերիների հարցը խաղաղության պայմանագրում ներառված չէ, բայց իշխանությունները վստահեցնում են, թե հարցը քննարկում են։ Այդուհանդերձ վարչապետն անցած շաբաթ խոստովանել էր, համաձայնություն չկա։ Եթե չի լուծվել հարցը, դա ինչ նշանակում է, դա նշանակում է, որ համաձայնություն չկա։ Դա ոչ թե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում հարցը, այլ նշանակում է, որ չկա համաձայնություն, ըմբռնում։ Հայաստանի արտգործնախարարն էլ երեկ Բրազիլիայի գործընկերոջ հետ հանդիպման անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության եւ երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների եւ մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը։ Իշխանության աշխատանքը հավաքվածներին չի գոհացնում, ավելին Մանեթ Հանդիլյանը պնդեց, իշխանությունը թեման մոռացության մատնելու միտում ունի, իսկ իրենք փորձելու են թեման պահել օրակարգում։ Սփյուռքում գործող կազմակերպություններ, լոբիստական խմբեր, նաև տարբեր կառույցներ, միջազգային, որոնց հետ մենք նաև շփումներ ենք ունենում, ասում են, ձեր իշխանությունների օրակարգում սա չկա։ Մենք կարող ենք աջակցել, բայց չեն կարող մենք լինել սրա առաջ տանողը։ Ասեք, քանի անգամ են հանդիպել պատանդների ընտանիքների հետ։ Քանի անգամ։ Եթե ասելիք ունեն, ներկայացնելու բան ունեն, թող պատմեն ինչ են արել։ Ընտանիքների հետ պիտի ամենօրյա կապի մեջ լինեին նրանք, պատմելու թե ինչ պրոցեսներ կա։ Թեկուզ այո, ոչ բոլորն է, ենթադրենք թե հրապարակային, իսկ ընտանիքներին կարող եք ասել թե ոչ։ Հավաքվածները դեմ են նաև միջազգայնացիաներից Ադրբեջանի դեմ հայցերի հետ կանչմանը, ինչը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կետերից մեկն է։ Իշխանությունները հայտարարել են, թե հայցերը հետ են կանչվելու փոխադարձության սկզբունքով ու պայմանագրի կնքումից հետո։ Դրանք հայցեր են, որոնք ուղղված են մարդու իրավունքների դեմ իրականացված հանցագործությունների դեմ, եւ դրանք իրականացնողները պետք է պատժվեն։ Եթե նրանք հիմա պատժված լինեին, այսօր Բաքվում հայեր չէին խոշտանգվի։ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը Հայաստանի թիվ 1 օրակարգ բերելու պահանջով ստորագրահավաք էր սկսվել։ 3500 ստորագրություն ներկայացվել է կառավարությանը։ Անհրաժեշտ քայլերը ըստ ստորագրահավաքը նախաձեռնած Լորի Ենիգոմշյանի Բաքվում դատվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերն է առաջարկել։ Նրանց ազատ արձակումը քերխնդիր հռչակել, նրանց ազատ արձակումին շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, մամուլի ասուլիս հրավիրել արծարծելու այս հարցը, խնդրել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության դիտորդներ ուղարկել տեղի ունեցող դատավարություններին։ Բաքվում ռազմական դատարանում այս օրերին շարունակվում է 16 հայերի, այդ թվում Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը անկախ լրատվամիջոցների ու միջազգային կառույցների բացակայությամբ։ Ադրբեջանը մտադիր է փակել Կարմիր խաչի գրասենյակը, որը ընտանիքների ու բանտարկված հայերի հետ շփումը պահող միակ միջազգային անկախ կառույցն է։